Տեսնենք ինչպես իրադարձություններ է սպասվում, փոփոխություններ խեցգետինների, ովքեր ծնվել են խեցգետին համաստեղության 2 մայիս ամիսը 2025 թվական։ Անակնկալներով լի խեցգետիններին փոփոխություններ է սպասվում, չի բացառվում դա լավ անակնկալ լինի, լավն է կարել, լավն է կստանում, ով ինչ ցանել է, այն էլ կստանա։ Էլ ինչպես իրադարձություններ է սպասվում խեցգետինների կյանքում, ովքեր ծնվել են խեցգետին համաստեղությամբ 2 մայիս ամիս։ Հնարավոր է անսպասելի պետական համակարգի հետ կապված ինչ-որ նոր առաջարկ լինի, նաև ինչ-որ մեդվեժի, արջի ծառայություն, սենց են ասում, մեդվեժայ услуга։ Խորհուրդ կտամ միամիտ չլինեք, որովհետև դա կարող է ճիշտ է մի փոքր սիրո հարցում ձեզ անձային չլինի ինչ ներկայանա, դա կարող է անակնկալ լինել ձեզ համար։ Եթե չունեիք պարտնյոր, ինչ-որ մեկ անսպասելի կարող է հայտնվի ձեր կյանքում, անակնկալներով լի անձնավորություն է, մի փոքր պետք է հեռու մնաք։ Տեսնենք խեցգետիններին էլ ինչպես իրադարձություններ է սպասվում, մայիս ամիսը առնետներն են, առնետները խոսում է այն մասին, որ իրոք ձեր կյանքում կարող է հայտնվել մի անձնավորություն, ով այն չէ ինչ ներկայացնում է իրենից եւ այստեղ սիրելի խեցգետիններ մի փոքր զգուշ եղեք, որովհետեւ կարող է դա թակ կարճ լինել ձեզ համար։ Ֆինանսային հարցերում եւս, եթե ինչ-որ ստորագրելու բաներ կան, խորհուրդ եմ տալիս մի փոքր զգուշ լինել։ Նաեւ խեցգետինների համար մի հետաքրքիր բան եմ ուզում ասել, որ միգուցե ինչ-որ մեկը պատրաստվում է մեկին դիմել, որպեսզի ձեզ վրա գործողություն տանել։ Եթե զգաք ձեր մոտ մի բան են չի, ուրեմն մոգության են դիմել, դա կարող է ձեզ համար անակնկալ լինել։ Տեսնենք, էլ ինչպես իրադարձություններ է սպասվում խեցգետիններին, ամբողջ մայիս ամիսը, ամենայն դեպս լավ փոփոխություններ կլինեն որոշ խեցգետինների մոտ կապված այո, բնակարանի ձեռքբերման հետ, որոշ մարդկանց մոտ գույքի, որը կուրախացնի, եթե չէր վաճառվում, վաղուց կվաճառվի, մարդ կարող է հայտնվել ձեր բնակարանը վաճառվել, կամ եթե ցանկանում եք, վաղուց սպասում եք, որ գնեք, հնարավոր է ստացվի եւ կգնեք։ Նաև հնարավոր է նոր ինչ-որ հետաքրքիր իրադարձություններ կապված ամուսնությունների հետ, նշանադրության հետ, շնորհավորում եմ ձեզ ամենայն դեպս վատ